Չէ, ինչքան հասկացանք, եկել են օրս և տղայից հետևից ինչ կոչիրեն, շևինի գործն է, որով փորձելու են ձերբակալել։ Հիմա տեսնենք, արդեն փաստաբանը այստեղ է։ Ասացիք հայրիկն էլ այլ բայրում է գնում, հիմա գալիս է ճանապարհ։ Այո, զանգել եմ, այս բանի գալիս է հայրս, այնպես որ խնդիր չունենք, մենք կաշկանդված չենք, բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ, թող գնան, տեսնենք ինչ են ասել։ Ձեզ ինչ են ասել, պարոն Գրիգորյան, որ եկել ինչ են ասել ձեզ։ Դե տղայիս են ուզել, հորս են ուզել, տղաս այստեղ է այս բային կանգնած է, ուղղակի սպասեցինք մինչև փաստաբանը կա, տեսնենք ինչ է ասում փաստաբանը, խնդիր չունենք, ուղղակի այնքան որ սպասեցինք փաստաբանին, որովհետեւ ինչ որ արվում է, փաստաբանի ներկայությամբ արվում, թե չէ։ Ձերբուր չեն ներխուժել, չեն ներխուժել, չեն արել ձեր բնակարանը։ Ոչ, նորմալ պահվածք է, դրսևորել ոստիկանությունը, այդ մասով խնդիր չկա։ Ձայնականությունն էր գրասենյակում ինչ են անում։ Ճիշտ ասած, գրասենյակից տեղյակ չեմ, զանգեցին, ասեցին, որ մի գրասենյակում մտել են, չգիտեմ ինչ գործողություններ են արել այնտեղ, մյուս գրասենյակում այս պայթրությամբ ասեցին, որ ինչ-որ մարտաշատ են, այնտեղ կանգնած են, բայց գրասենյակը այս պահին փակ է, քանի որ հիմա հասկանանք տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու, հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն նաև ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության թեկնածուների տներն են գնացել, աջակիցների։ Այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ կապել են գործի, էլի, այսպես ասեմ։ Վերջում մենակ դուք մենակ եք։ Ես հաստատ մենակ չեմ մնալու, տղաները բոլոր ամեն մեկը իրաց աշխատանքները կատարել են, այդ մասով խնդիր չկա, երեկ ունեմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք երբ, որ դոզայի տակ, մեր տված որ ճնշման տակ, ինչ կարող է լինել, ես համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի, որ քարոզարշավի շրջանակներում, այսպես խանգարեցին, հիմա չգիտեմ, որ մեկը անեմ էլի, ես իմ հարազատների նայեմ, թե ինչ, բայց այնուամենայնիվ Երևան խոսել եմ տղեկի հետ, մեր գործընկերների, պատգամավորների հետ, ես չեմ կարողանալու գնալ Երևան, քանի որ Գյումրիում տեսնում եք, բոլոր թիմագիցներից նկատմամբ լուրջ ճնշումներ է գնում, մարդկանց ահաբեկում են, վախեցնում են, Երևանում մեր պատգամավորները այնտեղ կլինեն, տեղում կհասկանան ինչ է կատարվում, այդ մասով խնդիր չունեմ, հավաքներս այսօրվա այդ խոշոր հավաքը ոնց որ թե փչացրեցին ամեն դեպքում, բայց ոչինչ, առիթը կունենամ դրա տեղը հանելու, այնպես որ խնդիր չկա, բայց արձանագրենք, որ քարոզարշավի շրջանակներում խոչընդոտվեցին, չկարողացա իմ քարոզարշավը մինչև վերջ նորմալ կազմակերպել, իսկ թե դա ինչի հետևանք է, եւ ես եւ արդեն գյումրեցիները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ հաղթող թեկնածուի դեմ պարզեր, որ այս ամեն ինչը պիտի արվեր։ Երեք ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ այդ մասին, թե ինչի էր միտված այդ վիդեո ռոլիկները, մյուսը եւ իշխանությունը ոնց էր ուզում ընդդիմությանը իր, այսպես ասեմ, իր զենքով խփել, այսպես ասեմ, էլի ընդդիմությանը ոնց պիտի վնասեին, ես այդ եմ բարձրաձայն է ու ոնց որ թե իշխանության ծրագրերը խառնել եմ, բայց ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, ես այս պրոցեսների մեջ մտնելով էլ գիտակցել եմ, երեկ էլ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիր է այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բան չի տանել։ Գյումրեցիները այս ամեն ինչը տեսնելու են, գյումրեցիները զգալու են, հասկանալու են, որ եւս մեկ ընտրություն, եւս մեկ անգամ
իշխանական հարձակում Մարգարիտ Գրիգորյանի վրա։ Իսկ այդ հարձակումը հասկանալի է, պատահական չէ։ Հաղթող տեխնազուին ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ։ Ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն տղայիս էլ, հորս էլ, թող տանեն ձերբակալեն, իրանք այնտեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում։ Նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։